Կրթության նախարար Լևոն Մկրտչյանը համաձայն չէ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի այն համոզման հետ, թե մենք քոսոտ երկիր ենք։ Նշենք, որ հայկական ժամանակին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե ինչու ռազմական արդյունաբերությունը Հայաստանում չի զարգանում, Ռադիկ Մարտիրոսյանն ասել էր՝ մեջբերում եմ. Միջազգային զենքի շուկան կյանքի ու մահվան կռիվ է, եւ ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել այնտեղ։ Խորենացով ասեմ, փոքր, բայց հպարտ երկիր ենք եւ մեր երկրում էլ միշտ կատարվել եւ կատարվում են բաներ, որոնք մեզ իրավունք են տալի քաղաքակրթության մեջ վստահաբար մեր տեղը ունենալ։ Բայց մի քիչ խնդիրը այլ է։ Նկատի ունեցել ըստ երևույթին պարոն Մարտիրոսյանը այն հանգամանքը, որ ներկա մրցակցության պայմաններում աշխարհում զենք արտադրող երկրներ գերտերություններն են եւ շատ դժվար է փոքր երկրների համար զենքի կամ զինատեսակի մի ամբողջական ցիկլ ունենալ։ Այսինքն սա մեծ ծախսերի մեջ երբեք իհարկե մենք փոքր, հպարտ, ուժեղ եւ մեծ հեռանկար ունեցող երկիր ենք։ Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից զենքի արտադրության հնարավորություններին, ապա կրթության նախարարի համոզմամբ դա փոքր երկրների դեպքում հսկայական ծախսեր է ենթադրում։ Բացի այդ, միջազգային շուկա մուտք գործելու համար բազմաթիվ դժվարություններ կան։ Սակայն Լևոն Մկրտչյանի կարծիքով Հայաստանը կարող է ունենալ շատ լուրջ ռազմաարդյունաբերական համալիր, այդ ոլորտում համագործակցելով իր ռազմավարական դաշնակիցների եւ գործընկերների հետ։ Կրթության նախարարն այսօր անդրադարձավ նաև ուսանողների տարկետման իրավունքը վերացնելու եւ 18 տարին լրացած բոլոր երիտասարդներին բանակ զորակոչելու խնդրին։ Նշենք, որ կառավարությունն առաջիկայում խորհրդարանին կներկայացնի այդ մասին օրենքի նախագիծ։ Մեր հարցին, թե արդյոք կիսում է հնչող այն մտահոգությունները, թե դա կվնասի գիտության զարգացմանը, Լևոն Մկրտչյանն ասաց, թե որոշ ուղղություններով բացառություններ արվելու են։ Բնական գիտություններում կան ուղղություններ, որտեղ ինչպես սպորտսմենը գիտնականը անընդհատ պիտի զբաղվի գիտությամբ եւ որպեսզի հետ չմնա եւ կարողանա իր որակը պահել։ Բայց դա լուծվող խնդիր է, որովհետեւ եթե մենք խոսում ենք այդ ձեր հարցի ռազմաարդյունաբերական համալիրի վերականգնման մասին, կարելի է այնպիսի ձևաչափ գտնել, որ երեխաները զորակոչվելով, ուսանողները կամ ասպիրանտները, երեխա այդպես ասի, շարունակեն իրենց գիտելիքը զարգացնել արդեն զորակոչված վիճակում։ Այսինքն բացառություններ կլինեն, թե եւ որոշակի մասնագետներով հնարավոր է լինեն եւ ինչպես բացառություններ, այնպես էլ այդ երիտասարդները զորակոչվելով շարունակեն իրենց գիտելիքներով զբաղվել, իհարկե։ Այո։ Հիշեցնենք, տարկետման իրավունքը վերացնելու մասին գաղափարը ակտիվորեն շրջանառվեց ապրիլյան ռազմական գործողություններից հետո, երբ հանրությունը սկսեց հարցեր բարձրացնել, թե ինչու են սահմանին հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ ծառայում։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել էր, թե պատճառներից մեկն այն է, որ ապահովված ընտանիքի երեխաները համալսարաններ են ընդունվում։ Հիմնականում միջին եւ բարձր խավերի ընտանիքներից են, որ ընդունում են բարձրագույն ուսումնական հաստատություններ եւ նրանց մեծ մասն էլ հետագայում նաեւ լրացնում են սերժանտական կազմը կամ այս կամ այն մասնագիտությունները, որոնք որ առաջնահերթ նշանակություն ունեն զինված ուժերով, սա մեկ օբյեկտիվ հանգամանք է։